Ողջույն, այսօր մի շատ հետաքրքիր պատմություն ես լսելու, լավ տեղավորվիր և ուշադիր լսիր։ Երկինքն աստղազարդ էր, քաղաքում խավար էր տիրում, դաշտում հովիվները արածեցնում էին իրենց գառներին։ Դա բարդ աշխատանք էր։ Նրանք հասարակության ցածր խավին էին պատկանում և արհամարհված էին շատերի կողմից։ Հովիվներն այնքան հոգնած էին, որ պառկել էին, երևի հենվելով ծառի կոճղերին, բայց հանկարծ նրանք արթնացան։ Գիշերվա կեսին ուժեղ լույս ծագեց։ Նրանք փակել էին իրենց աչքերը կուրացնող լույսից և շատ վախեցած էին։ Հրեշտակը, Աստծո պատգամաբերը, երկնքից եկել էր նրանց մոտ։ Վախեցած հովիվները նայում էին Աստծո անտեսանելի աշխարհից եկած հրեշտակին։ Մի վախեցեք, ես ձեզ ավետիս եմ բերել, որ բոլորին ուրախություն պիտի պարգևի։ Այսօր Դավթի քաղաքում ձեզ համար փրկիչ է ծնվել, նա Մեսիան է, Տերը։ Սա ձեզ համար նշան թող լինի, նրան կգտնեք կտորով փաթաթված և մսուրի մեջ պառկած։ Շփոթված հովիվները ուշադրությամբ լսում էին։ Փրկիչ։ Մեծ ուրախություն էր լցվել նրանց սրտերում։ Աստված չի մոռացել իրենց։ Ապա երկնքում հայտնվեցին բյուրավոր հրեշտակներ, որոնք փառք էին տալիս Աստծուն Փրկչի ծննդյան հրաշքի համար։ Հովիվները գնացին գոմ, գտան Մարիամին, Հովսեփին և փոքրիկ Հիսուսին։ Նրանք շատ ուրախ էին, երբ տեսան Հիսուսին, Փրկչին։ Փրկիչը ծնվեց նաև քեզ համար։ Խնդրիր Տեր Հիսուսին, որ գա քո կյանք, և դու ուրախություն կունենաս, որը երբեք չի հեռանա քեզնից։ Մեզ հետ կարող ես կապվել hypocric@gmail.com հասցեով։ Կրկնում եմ HAYPOQRIK@gmail.com Կհանդիպենք հաջորդ թողարկմանը։ Ձեզ հետ է և Նիկեն։